Շնորհակալություն, արգելի գործընկերներ։ Ես ուզում եմ անդրադառնալ երեք այս ամբիոնից հնչած մի ելույթի, պարոն Մեսրոպ Մանուկյանի ելույթին, ով բողոքում էր նրանից, որ ՔՊ-ի սահմանած էթիկայի կանոնները երբեմն խախտվում են։ Պարոն Մանուկյան, ես ուզում եմ մի բան պարզ լինի ձեզ համար։ Եվ դուք հիշեք, որ դուք գեներալ Մանվելի օգնականն եք եղել։ Հիմա բացատրեմ ինչ եմ ասում։ Դա ասում եմ ոչ թե որպես ինչ-որ պիտակ, ոչ թե ինչ-որ, գիտեք, քննադատություն, այլ դա ասում եմ որպես էթիկայի ձեզ համար ընդունելի նշաձող։ Ձեզ համար էթիկայի ընդունելի նշաձողը այն խոսելաձևն է, որով գեներալ Մանվելը շփվում էր մարդկանց հետ։ Դա ձեզ համար, ինչքան հասկացա, դա պրոբլեմ չի եղել, չէ՞ ձեզ համար։ Հարց չկա, դա չեն քննարկում, բայց երբ ՔՊ-ն սահմանել է դրանից 10 սահման, 10 աստիճան վերև գտնվող մի նշաձող եւ երբեմն կարող է այդ նշաձողը 1-2 նիշով մարդես իրավիճակա խախտվի, այս կողմ այն կողմ գնա, դուք չեք այն մարդը, որ կարակ գաստեղ բողոքեք։ Դուք ուրիշ բաներից կարակ բողոքեք, նորից եմ ասում։ Բայց ոչ էթիկայի նշաձողից։ Եվ առավել եւս չեք կարող այստեղ ասեք, հələ մանդատները հանձնեք, հələ հելնենք խոսանք եւ այլ, էս ինչ խոսելաձև է։ Պարոն Վարդևանյանը Հոբսի Լևիաթանից էր բողոքում, պարոն Վարդևան, Լևիաթանը հենց պարոն Մանուկյանի նման մտածող մարդկանց համար է այդքան իրավունք կլանել, որպես պետական իշխանություն, որ թույլ չտա, որ պարոն Մանուկյանի նման մտածող մարդիկ ասեն եկեք մանդատները դրեք, հելնենք խոսենք, լավը չասեք, եկեք համարները հանենք, իջնենք ձոր։ Մի միջամտեք։ Ոչինչ չի արդարացնում, ոչինչ չի արդարացնում են, որ դուք ասում եք մանդատը հանենք, այսինքն մանդատը որ հիմա դրեցինք, դուրս եկանք, դուրս խոսացինք, ինչ պետք է անենք, ասենք ինչ պետք է անենք, կամ այդ գեներալ Մանվելի հետ որ գնում եք հարց լուծելու, ինքը պագոններն ու զենքերը թողում էր տունը, հա, զուտ իր հեղինակությամբ եւ համոզիչ խոսքով լուծում էր կոնֆլիկտը երկու կողմերի միջև, այտենց է դա լինում, հա։ Դուք ընդհանրապես պետք է գոհ լինեք, որ այս դահլիճում իրար դուքով են խոսում։ Պատգամավորները անկախ իրար նկատմամբ վերաբերմունքից։ Ձեզ հետ մինչև 18 թիվը ձեզանից պաշտոնով եւ իշխանությամբ մեծը դուքով խոսած կա։ Չէ, ձեզ չէ, իր մասն եմ խոսում։ Դες բան եղած կա։ Գեներալ Մանվելը ձեզ հետ դուքով խոսած կա, կամ որևէ մեկի հետ ընդհանրապես դուքով։ Նու ասենք կարող է Սերժ Սարգսյանի, հա, ու վերջ։ Կներեք, ով, բայց խնդրում եմ ընդհանրապես մենք դուք, այսինքն այդ բաներից չխոսակ եւ ընդհանրապես այդ կիսագողական վարվելակերպը մանդատ հանել, իշխանություն չլնի, իշխանություն ոչ չլնեք։ Պարոն Մանուկյան, եթե մենք իշխանություն չլնենք վաղը, դուք էլի լինելու եք գեներալ Մանվելի օգնականը, դուք չեք լինելու գեներալ Մանվելը այդ մյուս իշխանության մեջ, դուք չեք լինելու Սամվել Կարապետյանը այդ մյուս իշխանության մեջ, դուք չեք լինելու Նարեկ Կարապետյանը։ Պայմանական բան եմ, էլի ասում, ձեր պատկերացրած այդ մի որևէ իշխանական բուրգում չեք լինելու Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Քոչարյանը, դուք որևէ իշխանական բուրգում միշտ լինելու եք գեներալ Մանվելի օգնականը, սա քննադատական չեմ ասում, ուղղակի ասում եմ որպես աշխատանք եւ կոչում։ Եվ խնդրում եմ, եթե դուք այդքան գլուխ եք գովում, որ դուք չեք ուրացել գեներալ Մանվելին, խնդրում եմ նաեւ չուրանալ իր սահմանած էթիկայի նշաձողը։ Համենայն դեպս մինչև այդտեղ իջնելը դրա ցածրությունից չբողոքել։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն ենք քննարկում եւ իհարկե սկսեցինք քննարկել հիմնականում մեր գործընկերները, բանակը եւ բանակի զարգացումը։ 2018, հատկապես 2020 թվականից հետո բանակը անընդհատ զարգանում է, փոփոխվում է, կերպափոխվում է, սակայն մեր ընդդիմադիր գործիչների, մեր ընդդիմադիր գործընկերների տեքստերը հենց այդ
այդպես էլ շարունակում են մնալ նույնը։ 2020 թվականից 6 տարի անցել, սակայն մեր գործընկերները շարունակում են դեգերել նախահեղափոխական Հայաստանում, հաղթանակած Թալանի գեներալների փառքի անկյուններում եւ ոչ մի ձևով չեն կարողանում ընկալել կամ ընդունել, որ ամեն ինչ փոխվում է, բանակն էլ է փոխվում, զարգանում է։ Այդ զարգացման ընթացքում լինում են խնդիրներ, լինում են, ընդունում ենք, որ լինում են խնդիրներ, ընդունում ենք, չենք թաքցնում, սակայն դուք շարունակում եք քննադատել զինված ուժերը այնպես, ինչպես կարող էիք քննադատել մենք օրինակ 15 տարի առաջ։ Պարոն Խաչատրյան, երեք երբ զինատեսակներից էիք խոսում, մի հատ կարծում եմ ոչ այնքան հաջող արտահայտություն արեցիք, ասեցիք մեր բանակի զինատեսակների բազմազանությունը հաշվի առնելով կարելի է մտածել, թե խաշը խառնում ենք սուշիի հետ։ Պարոն Խաչատրյան, օրինակ հայկական բանակի մեր զինված ուժերի ռազմական տեխնիկայի մասին ձեր գիտելիքները պատգամավորին հարիր չեն, ինչպես հարիր չեն նաև այդ համեմատությունը։ Եթե դուք ուզում եք սրամիտ թվալ, եթե ուզում եք ինչ-որ մտքով փայլել, որ դուք հնարամիտ եք, գուցե, բայց այդտեղ չեմ կարծում, որ դա ձեզ հարիր էր, էլի, որպես պատգամավոր, որը 5 տարի բավականին ինֆորմացիա ունեցել է մեր զինատեսակների մասին։ Պարոն Վարդանովին ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ բանակի մասին նրա խոսակցություններին եւ դատողություններին, որովհետեւ ես ձեզ մենակ մի բան կհարցնեմ, ինչ եղան են գմբեթները։ Այն որ ամբողջ հայությունից փող էիք հավաքում, գմբեթներ էիք սարքում, անունն էլ դրել էիք գմբեթ, որ իսրայելական երկաթյա գմբեթների նման էմոցիոնալ տպավորություն առաջացնի մարդկանց մոտ, այդ որ սենց եք անում, այդ գմբեթները, որ ինչ-որ մարդկանց բակերում սարքում էիք, առանց ՊՆ-ի հետ համագործակցության, առանց թույլտվության, ինչ եղան։ Ոչ թե փլվեց, այլ նրանք ի սկզբանե փլված էին, չփլվեցին։ Այսպես ոսենց հա, շարունակեք, բայց այդ փողերի հաշվետվությունը ուր է, ինչ արեցիք, այդ գմբեթները ոչ մի փորձարկման չդիմացան, ուղղակի պատերազմից հետո դուք մարդկանց զգացմունքներն օգտագործեցիք, փող հավաքեցիք, ինչ որ չգիտեմ ինչ է սարքեցիք, ինչ որ բաներ, չգիտեմ դա ինչ էր, կիսատ պրած կառույցներ, ուղղակի այսօր չհասցրեցի նկարները բերեմ փորձարկման արդյունքներից հետո, որ տեսնեիք դրա տակ քանի հոգի կենթանի կմնար։ Ուղղակի ամոթ է, էլի։ Այդ գմբեթներից հետո եւ դուք բանակի մասին խոսում եք, մարդու ծիծաղ է գալիս։ Գումարների մասին հաշվետվությունը ներկայացրեք։ Գեղամ Մանուկյանն անդադ խոսում է ատեստավորման մասին, ստեղ չի։ Պարոն Մանուկյան, գիտեմ որ կլսեք, ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 75%-ը հիմնականում հաղթահարում է դրական շեմը եւ հիմնական աշխատավարձից բացի ստանում է 205-ից 470,000 դրամ աշխատավարձ հավելյալ։ Հետևաբար նշանակում է, որ հազարավոր կոնկրետ թիվը չեմ կարող նշել, որովհետեւ ճիշտ չի լինի, զինծառայողներ ստանում են բավականին բարձր աշխատավարձ։ Համազգեստի մասին է խոսում անդադ պարոն Մանուկյանը։ Նոր նմուշի համազգեստները, դաշտայինը, տոնականը, արարողակարգայինը եւ այդ զորատեսակների համար նախատեսված համազգեստները ներդրման փուլում են այժմ։ Շուտով զորային փորձարկումներ կանցնի, կավարտվի եւ կհաջորդեն մրցութային եւ գնման ընթացակարգերը։ Էս էլ այդպես հեշտ գործընթաց չէր եւ սրահացնել է լուծվում, անդադ գալ շահարկել ճիշտ չի։ Գնդերեցների մասին շատ եք սիրում դուք այդ թեմաները։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում այժմ կա 25 գնդերեց, 2-ով կհամալրվի առաջիկայում, 15 ժամկետային զինծառայողներ են, 12-ը պաշտպանության նախարարի հրամանի համաձայն աշխատում են աշխատանքային պայմանագրով եւ ստանում են բարձր աշխատավարձ, հետեւաբար այդ հարցն էլ լուծված է։ Պարոն Վարդևանյանը կարծում եմ չէր խոսի քվեարկության մասին, բանակի քվեարկության մասին այդ տոնայնությամբ, բայց պարոն Վարդևանյան, եկեք այս հարցին դուք մի անդրադարձեք, որովհետև երբ գաղտնալսումներից մեկի մեջ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը Սիսյանի զորամասի հետ կապված հորդորում էր, ասում էր գնանք մարդ տեսնենք, զորամասի ձայն բերենք, դրանից հետո դուք էլի խոսում եք բանակի ներգրավման մասին, բա որ բանակի ներգրավման մասին սկսենք խոսալ, էլի 15 տարի հետ գնանք, ոնց էին զինծառայողներին քվեաթերթիկը քվեարկած տալի, քվեարկում էին։ Պարոն Կարապետյանը լավ կհիշի, ձեր հայրիկի այն ժամանակ հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկն էր, կարծում եմ։
Հետևաբար այդ ընտրակաշարքի թեմաների մասին խնդրում եմ մի խոսեք, որովհետև ես շարունակում եմ անհամբեր սպասել դատական նիստերի ավարտին, երբ կլինեն դատավճիռները եւ այստեղից ես բոլոր դատավճիռները պիտի կարդամ, որ դուք տեսնեք, թե տեսնեք չէ, գաք ներողություն խնդրեք։ Այստեղ Էդգար Ղազարյանն եկել է մի հատ բան պատմում ականապատ դաշտերի քարտեզների մասին։ Պարոն Ղազարյան, ես հասկանում եմ, այդ ինչ նախապատմություն եք սկսում։ Դուք սկսել եք ինչ-որ ականապատ դաշտերի քարտեզները հանձնեցին, որ սենց, որնենց, մի հատ հեքիաթ եք պատմում ուսումնադաստիարակչական տոնով, որ հետո ասեք ինչու եք ցանկացել հայ սակրավորների մահը։ Այդ էլ յուրահատուկ մանիպուլյացիա է, վերջացրեք։ Ինչքան էլ այտենց նախապատմությունով հերվից գag, որ ձեզ արդարացնեք, միևնույնն է, դուք չեք արդարացնելու ձեր խոսքը, առավել եւս դեր այն խոսքը, որ մի հատ այդ խմբակցության բոլոր անդամները գան խոսեն, վերջացնեն, նոր ես կամփոփեմ։ Դուք ինչ էլ անեք, չեք կարողանալու ամփոփել, որովհետեւ ես սպասում եմ նաեւ, որ դուք գաք պատմեք ձեր դատական վերջին նիստի մասին, դա էլ է շատ կարեւոր։ Դավթյան Գառնիկը այստեղ եկավ, խոսեց, պատմեց Ադրբեջանի զորահանդեսի մասին, մանրամասը ներկայացեցին, զինատեսակներ ունեն։ Պարոն Դավթյան, փշաքաղվում էիք, երբ Տիկին Կարապետյանը ձեզ պատմեց ձեր մասին։ Այդ ինչ մի տենց ոգևորված եկաք, մանրամասը ներկայացեցիք, մեր զորահանդեսը չեք նայել։ Չեք նայել։ Մենք զենք չունենք։ Այդ որ մենք 7 պետություններից զենք ենք առել, այդ տեղյակ չեք այդ մասին։ Չէ, դուք ուրիշ տոնայնությունով եք խոսում։ Այնպիսի տպավորություն է, որ անպայման բոլորդ պիտի գաք, ասեք, որ մենք ոչինչ չենք արել, ասեք, դրանից հոբան չի փոխվում։ Այդ մանիպուլյացիաները հին են արդեն։ Այստեղ 5 տարի այդ բոլոր խոսակցությունները հնչել են։ Բոլոր բաները հնչել են, բոլոր զենք չունենք, էս չեք անում, Ադրբեջանի ռազմական բյուջեն, այսպես անընդհատ խոսում են։ Դուք որ խոսում եք նորմալ է, բայց որ 5 տարի падգամավոր եղած մարդիկ նույնը կրկնում են, իմանալով բազմաթիվ մանրամասներ, այդ արդեն ավելի տենց անլուրջ տպավորություն է թողնվում։ Եվ վերջում, պարոն Կարապետյան, երբ պարոն Գաբրիելյանին ասում էիք, որ մի օր միջոցառում կազմակերպենք բոլոր զոհվածների հետ կապված, ինչ որ նշել, ոգեկոչել, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 27-ը սահմանվել է որպես հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհվածների հիշատակի օր։ Նախագծի հեղինակն է եղել Ռուբեն Ռուբինյանը եւ Գեգամ Նազարյանը։ Այսինքն ամեն տարի հունվարի 27-ին մենք ունենք այդ օրը։ Դուք որպես ազգային ժողովի падգամավոր արդեն պիտի իմանայիք դրա մասին։ Եթե դուք ուզում եք առանձնահատուկ ինչ-որ բան, դա ձեր գործն է, բայց մենք պետական մակարդակով ունենք այդ օրը։ Եվ վերջում, պարոն Կարապետյան, ես նաև ակնկալում եմ, որ դուք մի օր, կարծում եմ այս օրը ամենահարմար օրերից մեկն է, կարող եք այս բարձր ամբիոնից մեզ պատմել, թե ինչու դուք եւ ձեր եղբայրները չեք ծառայել զինված ուժերում, կամ ինչու եք հրաժարվում փորձաքննությունից։ Մենակ չասեք, որ 2018 թվականին դիմել եք Հայաստանի Հանրապետության գլխավոր զինկոմին, որպեսզի ձեզ թույլատրի ծառայել, կամ 19-ը։ Խնդիր չկա, չասեք, որովհետև եւ դուք թուղթը ձեռքին այդ խոսում եք, թղթի վրա երևում էր, թե այնտեղ ինչ էր գրված։ Հա, հետեւաբար եւ տարիքն էր անցել եւ դուք երկու զավակ ունեիք։ Հետեւաբար այդ չասեք, դա չի անցնում։ Ուղղակի ասեք, թե դուք 4 եղբայրներով ինչու չեք ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ ինչու չեք ուզել ծառայել։ Դա ինձ համար շատ կարեւոր է եւ կարծում եմ մեր քաղաքացիներին էլ բավականին հետաքրքիր է։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի փոխխոսնակներ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Մեր ընդդիմադիր գործընկերները մոտենում են այս ամբիոնին, խոսում են զինվորի պաշտպանվածության մասին, խոսում են բանակի մասին, խոսում են այն պայմանների մասին, որում ծառայում են մեր զինվորները, բայց մեր ընդդիմադիր գործընկերները չգիտես ինչի հանկարծ մոռանում են, որ իրենց շարքերում իրենց կողքը նստած է մարդ, ով կամենում է հայ զինվորի մահը։ Պարոն Էդգար Ղազարյան, խոսքը ձեր մասին է։
Այս նույն խմբակցությունը, որի ցուցակով դուք դարձել եք ազգային ժողովի падգամավոր, անդադ խոսում է ինչ-որ պետական բյուջեի տնտեսումների մասին, պետական բյուջեի միջոցները չվատնելու մասին, այս խմբակցության առաջնորդը Միչայելոս խոսում էր եւ խոստանում էր 1 դրամով վարչապետ աշխատելու մասին, առաջարկ կա եւ նույնիսկ հնչել է հայտարարություն, որ այս խմբակցությունից պատրաստվում են հրաժարվել պարգևավճարներից, ինչեւ է իրենց գործն է, փորձում են պետական բյուջեի միջոցները տնտեսել, շատ լավ է, ողջունելի է, բայց հələ մի հատ եկեք հասկանանք, էլի, պարոն Ղազարյան, երեք այս ամբիոնից միտք եք հնչեցնում, որ եկեք փորձենք մշտական հանձնաժողովների թիվը քանակը կրճատել 12-ի փոխարեն հասցնել 6-ի, ինչի արդյունքում մենք կտնտեսենք $500,000 ու խոսում եք ինչ-որ ձիերից, թե դրա դիմաց կարող ենք ձիեր գնել արաբական, թե ինչի եք ձիերի վրա ֆիքսվել, դա այլ հարց է, բայց պետական բյուջեի միջոցները տնտեսող այս ուժեղ Հայաստան խմբակցությունը ոնց է պատկերացնում հայ զինվորի մահը կամեցող падգամավորին բերեն նստեցրել են այս դալիճում, գոնե հաշվել են, թե հայ զինվորի մահը կամեցող падգամավորը այդ պետական բյուջեից ինչքան է վարձատրվելու օրինակ 5 տարիների ընթացքում, հաշվարկել եք ժողովուրդ, ասեմ ձեզ, մոտ $250,000 5 տարիների ընթացքում, հետո էլ գալիս խոսում եք պետական բյուջեի միջոցները տնտեսելուց, դուք հասկանում եք ձեր նախընտրական ցուցակով բերել այս դալիճում падգամավոր եք սարքել, նստեցրել եք մի մարդու, ով կամենում է հայ զինվորի մահը եւ ով պետական բյուջեից 5 տարվա ընթացքում $250,000 փող է ստանալու, մոտավոր։ Բայց պետական բյուջեի խնայողությունները, պետական բյուջեի միջոցների տնտեսումը ուր մնաց։ Հասկանում եք, չէ՞։ Էդգար Ղազարյանը, ով ցանկանում է հայ զինվորի մահը, Ուժեղ Հայաստան խմբակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի շնորհիվ պետական բյուջեից $250,000 փող է ստանալու։ Ինչպիսի տնտեսում։ Այս ամբիոնին մոտենում են, խոսում են Տավուշի գյուղերի մասին։ Ասում են Տավուշի գյուղերը հանձնել են։ Մի հատ ուզում եմ հասկանամ, էլի Տավուշի որ գյուղերը։ Կարող է մի հատ էլ մոտենակ այս ամբիոնին ու ասեք, որ օրինակի համար Կզլ Հաջիլին կամ Խեյրիմլին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մի մաս է եղել։ Իդեպ շատ հաճախ նաև այս ամբիոնից հնչեցնում եք, թե ինչ-որ տարածքային պահանջներ չունեք հարևաններին։ Շատ լավ է, որ նմանատիպ հայտարարություններ եք անում, բայց ինչ 4 գյուղերի մասին է, որ ասում եք հանձնել են Տավուշի 4 գյուղերը։ Կարող է այս խմբակցության ղեկավարի համար Խերիմլին ու Կզլ Հաջիլին էլ է հայրենիք, կամ պատմական հայրենիք, կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մի մաս, թե սա ընդամենը հերթական անպատասխանատու հայտարարություններ այս ամբիոնից ձեր խմբակցության падգամավորների մեկի կողմից։ Ինչպես օրինակ անպատասխանատու հայտարարություններ, որ Կիրանցը անկլավ է, ձեր падգամավորի թեկնածուներից մեկը հայտարարեց ու մինչ օրս ոչ ոք ոչ հերքեց այդ հայտարարությունը, ոչ էլ ներողություն խնդրեց այդ հայտարարության համար։ Ինչպես ներողություն չխնդրեցին ու չհերքեցին այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը ստեղծման օրվանից եղել է ճանաչված անկախ հանրապետություն։ Մինչ օրս չեն հերքել ու ներողություն չեն խնդրել դրա համար։ Երկրորդ, ժողովուրդ ջան, երբ որ դուք մոտենում եք այս ամբիոնին, ինչ որ սիրուն սրտաճմլիկ բառերով ասում, խոսում, փորձում եք ներկայացնել թե իբրև թե մտահոգված եք մեր պաշտպանական հարցերով, մտահոգված եք հայ զինվորի նիստուկացով, մտահոգված եք մեր պաշտպանական դիրքերով, ձեռքբերումներով, զինտեխնիկայով, ժողովուրդ դուք ընդհանրապես երևի նաև մոռացել եք, թե որտեղից է սերվում ձեր քաղաքական ուժը, ձեր կուսակցությունը։ Ձեր առաջնորդի հարազատ եղբայրը եղել է Սերժ Սարգսյանի ՀՀԿ խմբակցության ղեկավարը, եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, անմիջականորեն կատարել է Սերժ Սարգսյանի կողմից տրված հանձնարարականները։ Հիմա եկել եք ստեղ ձևացնում եք, թե իբրև մտահոգված եք Հայաստանի պաշտպանական հարցերով կամ հայ զինվորի մասին եք մտածում։ Մոռացել եք այնց կանսերվի կոկոշները, որով կահավորված էին մեր դիրքերը։
Այդ նույն Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարարն էլ ամեն անգամ տեսախցիկների առաջ կանգնում էր խրոխտ հայտարարում էր, թե գիտեք ինչ կա, փորձում էր համոզել մարդկանց, այդ կանսերվի կոկոշները գիտեք ինչքան արդյունավետ միջոցներ են դրանք մեր սահմանները պահել պաշտպանելու համար։ Խոսում են զինվորի մասին, ո՞ր զինվորի մասին։ Այն զինվորների մասին, որ որպես բանվորական աշխատուժ ձեր հրամանատարները, ձեր գեներալները տանում էին որպես բանվորական ուժ աշխատացնում էին իրանց վիլաները սարքելու վրա։ 3-4 հարկանի վիլաներ եք սարքում։ Հայաստանի պաշտպանական դիրքերը կանսերվի կոկոշներով կահավորում էիք, դրա փոխարեն ձեր հրամանատարներն ու գեներալները 3-4 հարկանի վիլաներ էին կառուցում, ու որպես բանվորական ուժ էլ Հայաստանի Հանրապետության սահմանները պահպանող ու պաշտպանող զինվորին էին օգտագործում։ Այդ զինվորի մասին եք փորձում հիմա հոգ տանեք։ Այդ է ձեր հոգատարությունը։ Խոսում են աթեիստներից, աթեիստների արտադրություններից, ձեռքբերումներից։ Ժողովուրդ ընդհանրապես մոռացել եք այն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, որի հետ իշխանություն եք դուք կիսե եւ փաստացի ձեր դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ազգային ժողովի դահլիճում, այո, ուժեղ Հայաստանի դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ազգային ժողովի դահլիճում։ Այդ Սերժ Սարգսյանի օրոք գեներալ են հայտնի գեներալներից մեկի ասած միտքը արած հայտարարությունը մինչև այսօր ուղեղս է ծակում։ Ասում են այդ աթեիս, մաթեիս, ինչ դրանք ստից բաներ են, ծիտիկներ են։ Իմեր ինչին է պետք ընդհանրապես աթեիսը, Google-ի քարտեզը կբացենք կտենանք էլի ինչա կատարվում։ Ու սա այն ժամանակ, երբ որ 10 եւ ավելի տարիներ արդեն Ադրբեջանում սկսվել էր աթեիստների արտադրությունը։ Այս խմբակցությանը Հայաստան Դաշինքին ընդհանրապես չեմ էլ ուզում անդրադառնամ։ Ժողովուրդ, մի մոռացեք երբեք։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խախտվել է ձեր առաջնորդի Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք։ Այն իշխանության օրոք, երբ որ հարստահարվում էր Հայաստանի Հանրապետությունը, պետական բյուջեն ու ռազմական բալանսի այդ դիսբալանսը երկու պետությունների Հայաստանի ու Ադրբեջանի միջև գնալով էլ ավելի էր խորանում։ Չէ՞ դե կարևորը Տանզանիայում պաշտոնաթողությունից հետո առյուծ սպանելու թամբելներ։ Ու հա, վերջում անպայման վրեն նստելն ու նկարվելը։ Խոսում են պաշտպանական հարցերից, խնդիրներից։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մարդիկ փնտրել գտել էին մի հատ Ղարաբաղցի հրամանատար Կանդազ անունով։ Հա լավ է կարը ձեր գործն է։ Խրոխտ կանգնում էին այդ մարդու կողքը, լուսանկարվում էին։ Այդ լուսանկարն էլ ամբողջ հանրապետությունով մեկ պատերին կպցրել էին։ Բա ուր է Կանդազը, ժողովուրդ։ Պարզվում է անցնում է քրեական գործով։ Պարզվում է անցնում է այն քրեական գործով, որի համար մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու մեջ։ Չէ, բայց այստեղ ամենահետաքրքիրը գիտեք որն է, թե ինչ արժեհամակարգի տեր էր Կանդազը, թե ինչ ավանտյուրաներ էր արել, թե պատերազմի ժամանակ ինչպես էր խուճապ տարածել Զորքի շրջանում, ինչպես էլ Արայիկ Հարությունյանի կողմից հասկացա դուք չէ բնականաբար։ Ինչպես էր մարտի 1-ին մասնակցել, ինչպես էր 44 օրյա պատերազմի ժամանակ խուճապ տարածելու համար Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով կալանավորվել, դա այլ հարց է, բայց հարցը գիտեք նաև որն է, որ այդ Կանդազի մասին դուք ընդհանրապես մոռացել եք, ինչպես նաև մոռացել եք բոլոր այն ձեր թիմակիցների մասին, որոնք ձեր համար վիզ դրած ընտրակաշառք էին բաժանում, ու այսօրվա օրով քրեական գործերը շալակած նստած են, հայտնվել են ճաղերի ետևում։ Իմիջիայլոց այս խմբակցության հետ տարբերությունը ուժեղ Հայաստանի ու Հայաստան Դաշինքի հասցրել եմ արդեն նկատեմ։ Մի փոքրիկ տարբերություն կա։ Այս խմբակցությունը փոքրի շատը գոնե փորձում է հիշատակել իրենց գործընկերների մասին։ Օրինակ Արտուր Սարգսյանի, ինչ խոսք, տեղին թե անտեղին, սխալ թե անսխալ, այս մարդիկ փորձում են իրենց ընկերների համար պայքարել։ Ողջունելի է։ Բայց այս դեպքում ժողովուրդ դուք հասկանում եք, դուք հարյուրավոր մարդկանց ճակատագրեր եք խեղել։ Կասեք Ընտրական ձեր համար ընտրակաշառք բաժանած հարյուրավոր մարդկանց չակերտավոր ասած փուրը տվեցիք ոնց որ Կանդազին ու այդ մարդկանց վրա խաչ քաշեցիք։ Պարոն Ղազինյան։ Ինչ, մի վարքյան էլի, մի վարքյան, պարոն Չախոյան, խնդրում եմ ավարտեք ձեր ելույթը, ավարտեք ձեր միտքը։ Եվ որպես ելույթի ավարտ, հարգելի ընտրակաշառքով
այս դալիճում հայտնված падգամավորներ, հանգիստ եղեք։ Ոնց որ ձեր գործընկերներն են ընտրակաշառք բաժանելու համար պատասխանատվություն կերում։ Ի վերջո այդ պատասխանատվությունը հասնելու է նաև ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, նախ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը այս պաշտոնում ինձ առաջադրելու համար, սա ինձ համար մեծ պատիվ է, բայց նախ եւ առաջ շատ մեծ պատասխանատվություն է, հաշվի առնելով, որ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ազգային ժողովի ըստ էության ամենածանրաբեռնվածն է եւ գրեթե բոլոր հիմնարար օրենքները քննարկվում են հենց այս հանձնաժողովում եւ կարելի է ասել, որ այս հանձնաժողովը ազգային ժողովի շարժիչ ուժն է։ Այս հանձնաժողովում են քննարկվում պետության եւ քաղաքական համակարգի կազմակերպման առնչվող հարցերը, սահմանադրաիրավական հարցերը, ընտրական համակարգին, ընտրությունների կազմակերպմանը, քաղաքական կուսակցությունների գործունեության կազմակերպման առնչվող կառուցակարգերը, դատական իշխանությանը, իրավապահ համակարգին վերաբերող հարցերը, դատաիրավական բարեփոխումները, քրեական, վարչական, քաղաքացիական օրենսդրությունը, ազգային ժողովի գործունեությունը, կանոնակարգող օրենսդրությունը եւ այլն։ Սակայն ինձ համար այս հանձնաժողովը պարզապես օրենքների նախագծեր քննարկող մարմին չէ, հանձնաժողովն այն հարթակն է, որտեղ ձևավորվում է պետության իրավական ճարտարապետությունը, ամրապնդվում են ժողովրդավարական ինստիտուտները եւ ստեղծվում են այն իրավական երաշխիքները, որոնց վրա կառուցվում է քաղաքացիների վստահությունը պետության նկատմամբ։ Ցանկանում եմ առանձնացնել երկու հիմնական ուղղություն, որոնց վրա հանձնաժողովի աշխատանքները մասնավորապես կենտրոնացել են վերջին տարիներին։ Առաջինը արդարադատության ոլորտի բարեփոխումներ։ Հայաստանում իրականացված եւ իրականացվող դատաիրավական բարեփոխումները ամրագրված նախ 2019-2023 եւ ապա 2022-2026 թվականների ռազմավարություններով ուղղված են եղել անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգի ձևավորմանը։ Այս ուղղությամբ ահռելի աշխատանք է կատարվել այդ թվում հանձնաժողովի կողմից, սակայն պետք է արձանագրել, որ առկա են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ համակարգային խնդիրներ, դատական վարույթների տևողություն, դատարանների ծանրաբեռնվածություն, դատական ակտերի կանխատեսելիության հարցեր։ Եվ սրանք խնդիրներ են, որոնց լուծման ուղղությամբ նույնպես ընդունվել են օրենսդրական կարգավորումներ, եւ դրանք բնականաբար շարունակական բնույթ են կրելու։ Հանձնաժողովն այն հարթակն է, որտեղ այս խնդիրները ոչ միայն բարձրաձայնվում են հարգելի գործընկերներ, այլ նաեւ ստանում են օրենսդրական եւ ինստիտուցիոնալ լուծումներ։ Երկրորդ ուղղությունը, որ ցանկանում եմ առանձնացնել, կոռուպցիայի դեմ պայքարն է։ Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար առանցքային դեր ունի քաղաքական կամքը, բայց այդ կամքը միայնակ հրաշքներ չի կարող գործել։ Այն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար։ 2019-2022 եւ ապա 2022-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունները հստակ ուղենիշներ են սահմանել, կանխարգելում, բացահայտում եւ պատասխանատվություն, հակազդում կոռուպցիայի։ Ռազմավարության առանձին միջոցառումների իրականացման ուղղությամբ նույնպես տարվել է հետևողական աշխատանք մեր հանձնաժողովի ակտիվ ներգրավմամբ։ Ձևավորվել է նախ հակակոռուպցիոն մարմինների ստեղծման եւ գործունեության օրենսդրական հիմքերը, ապա այդ մարմիններն են ձևավորվել եւ սկսել գործել։ Այս համատեքստում հանձնաժողովի առաջնահերթություններից է հակակոռուպցիոն մարմինների գործունեության մշտադիտարկումը, օրենքների կիրառման արդյունավետության գնահատումը եւ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը։ Այս շրջանակներում է նաեւ, որ գործընկերներիս հետ համատեղ մշակել են օրենսդրական փոփոխություններ, որոնցով հակակոռուպցիոն կոմիտեին, քննչական կոմիտեին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, հաշվետու ենք դարձրել ազգային ժողովին եւ արդեն երկրորդ տարին է, ինչ այդ մարմիններից ստանում են եւ քննարկում նրանց գործունեության առնչվող տարեկան հաղորդումները։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մեր կողմից քննարկված եւ ընդունված կարևորագույն օրենքներից եմ համարում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, որն արդեն գործում է եւ տալիս է իր արդյունքները, թեպետ դանդաղ։ Իհարկե այդ օրենքի պրակտիկ կիրառման ընթացքում վերհանված խնդիրները, ինչպես նաեւ օրենքի վերաբերյալ սահմանադրական դատարանի կայացած որոշման մեջ արձանագրված դիրքորոշումները հասցեագրվել են եւ առաջիկայում կներկայացվեն ազգային ժողովին եւ մենք հնարավորություն կունենանք նաեւ այդ շրջանակներում քննարկել այս օրենքի արդյունավետությունը եւ կատարել դրանում անհրաժեշտ համապատասխան փոփոխություններ։ Հարգելի գործընկերներ, առաջիկայում պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր սահմանադրության վերաբերյալ քննարկումների կազմակերպումը։
Անկախությունից ի վեր Հայաստանը հաղթարել է բազմաթիվ փորձություններ։ Մենք ունեցել ենք պատերազմներ, ներքաղաքական ճգնաժամեր, հեղափոխություն, պետական ինստիտուտների վերափոխման գործընթացներ, անվտանգության լրջագույն մարտահրավերներ։ Այս ամբողջ ճանապարհի ընթացքում ձևավորվել է մի իրողություն։ Հայաստանի Հանրապետություն քաղաքացին դարձել է մեր պետության իրական տերը։ 2018 թվականի ժողովրդավարական փոփոխությունները վերջնականապես ամրագրեցին այն սկզբունքը, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է եւ պետական համակարգի լեգիտիմությունը բխում է բացառապես քաղաքացիների ազատ կամ արտահայտությունից։ Սակայն ժողովրդավարական լեգիտիմության այդ գործընթացը պետք է ստանա նաև իր ամբողջական սահմանադրական արտահայտությունը։ Մենք պետք է ունենանք սահմանադրություն, որի հեղինակն իրականում ժողովուրդն է։ Սահմանադրություն, որի նկատմամբ հանրային վստահությունը այլևս կասկածի տակ չի դրվի։ Սահմանադրություն, որը կդառնա ոչ թե քաղաքական ուժերից որևէ մեկի, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդհանուր համաձայնության փաստաթուղթը։ Հենց այստեղ ես տեսնում եմ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր առաքելությունը։ Հանձնաժողովը պետք է դառնա այն քաղաքական եւ մասնագիտական հարթակը, որտեղ կձևավորվեն Հայաստանի նոր սահմանադրական ապագայի հիմքերը։ Բայց մենք չենք կարող խոսել նոր սահմանության մասին առանց պատասխանելու մեկ հիմնարար հարցի. ինչ պետություն ենք կառուցում, ինչ պետություն ենք ուզում փոխանցել մեր երեխաներին, ինչ սկզբունքների վրա պետք է հիմնված լինի Հայաստանի Հանրապետության հաջորդ փուլը։ Պատասխանը կարծում եմ հստակ է, հարգելի գործընկերներ։ Մենք կառուցում ենք իրավական պետություն, որտեղ ոչ ոք օրենքից վեր չէ եւ չպետք է լինի։ Իրավական պետություն, որտեղ իշխանություն իրականացվում է ոչ թե անձերի, այլ ինստիտուտների միջոցով։ Իրավական պետություն, որտեղ պետական իշխանությունը հաշվետու է ժողովրդին, դատարանը ենթարկվում է միայն սահմանադրությանը եւ օրենքներին։ Նոր սահմանադրությունը պետք է ամրագրի հենց այս տեսլականը։ Այն պետք է ամրապնդի մարդու արժանապատվությունը որպես սահմանադրական կարգի առանցքային արժեք։ Այն պետք է առավել հստակ սահմանի պետական իշխանության սահմանները։ Այն պետք է երաշխավորի արդյունավետ հակակշիռների եւ զսպումների համակարգ։ Այն պետք է ապահովի պետական կառավարման կայունությունն ու արդյունավետությունը, միաժամանակ պահպանելով ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմները։ Հարգելի գործընկերներ, սահմանադրությունը սակայն չի կարող լուծել բոլոր խնդիրները։ Միաժամանակ ոչ մի պետություն չի կարող լուծել իր հիմնարար խնդիրները, եթե չունի ուժեղ սահմանադրական հիմք։ Հետևաբար պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունը պետք է ուղղված լինի ոչ միայն սահմանադրության մշակմանը եւ ընդունմանը, այլև այն միջավայրի ձևավորմանը, որտեղ սահմանադրական արժեքները դառնում են իրականություն։ Այդ նպատակով հանձնաժողովի աշխատանքի առաջնահերթություններից մեկը պետք է լինի արդարադատության համակարգի հետագա զարգացումը։ Քաղաքացին պետք է վստահ լինի, որ դատարան դիմելու դեպքում կստանա արդար եւ անաչառ քննություն։ Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե դատարանի նկատմամբ վստահությունը ցածր է։ Պետությունը չի կարող լինել ժողովրդավարական, եթե արդարադատությունը հասանելի չէ։ Պետությունը չի կարող մրցունակ լինել, եթե օրենքի գերակայությունը լիարժեք չի գործում։ Հետևաբար հանձնաժողովը պետք է շարունակի աջակցել դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության անկախության ամրապնդմանը, արդարադատության մատչելիության բարձրացմանը եւ իրավական համակարգի արդիականացմանը։ Միևնույն ժամանակ պետք է շարունակենք օրենսդրության որակի բարձրացման աշխատանքները։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է հասկանա օրենքը, պետական մարմինը պետք է կարողանա կիրառել օրենքը, դատարանը պետք է կարողանա կանխատեսելի կերպով մեկնաբանել օրենքը։ Լավ օրենքը միայն իրավական փաստաթուղթ չէ։ Լավ օրենքը քաղաքացիների վստահության աղբյուր է եւ հակառակը վատ օրենքը անվստահության աղբյուր։ Հետևաբար պետական իրավական հարցերի հանձնաժողովը պետք է դառնա բարձրորակ օրենսդրության մշակման եւ փորձաքննության կենտրոն։ Միաժամանակ նաեւ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է իր օրենսդրական վերահսկողական գործառույթների շրջանակում նաեւ հետ օրենսդրական վերահսկողություն իրականացնի արդեն իսկ ընդունված օրենքների նկատմամբ եւ ստուգի արդյոք որքանով արդյունավետ են աշխատում այն օրենքները, որոնք որ ընդունվել են ազգային ժողովի կողմից։ Հարգելի գործընկերներ, լիովին գիտակցում եմ, որ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ոչ միայն վարչական եւ կազմակերպչական գործառույթներ իրականացնելու մասին է, այլ առանցքային դերակատարության Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի զարգացման, պետական ինստիտուտների ամրապնդման եւ հանրային վստահության բարձրացման գործում։ Եվ ձեր քվեին արժանանալու դեպքում աշխատելու եմ կառուցողական համագործակցություն ապահովելու շուրջ։ Բնականաբար պատրաստ եմ աշխատել բոլոր խմբակցությունների, բոլոր պատգամավորների հետ անկախ քաղաքական դիրքորոշումներից, քանի որ իրավական պետության կայացումը վեր է կուսակցական շահերից։ Վստահ եմ, որ բավարար քաղաքական կամքի դրսևորման դեպքում միասին կարող ենք ապահովել հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։ Այսքանով կսահմանափակվեմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Եթե հարցեր ունեք, ենթադրում եմ, որ կունենաք, սիրով կպատասխանեմ։
Բարևձեզ, ուզում եմ հիշեցնել, որ այսօր մենք քննարկում ենք Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրելու մասին հարցը։ Մեր տեխնացուն Վիլեն Կապրելյանն է, պարոն Կապրելյանը նախորդ գումարման ազգային ժողովում եղել այդ հանձնաժողովում եւ շատ ակտիվ մասնակցություն է ունեցել մինչեւ իր մանդատը դնելը, իսկ այստեղ խոսվեց այդ մանդատը դնելու կապված։ Ես ուզում եմ նկատել, որ այդ ավանդույթը եւս, երբ քաղաքական գործիչը պատասխանատվություն է վերցնում իր արարքների եւ ասացների համար, եւս ներդրել է քաղաքացիական պայմանագիր եւ պարոն Կապրելյանը լավագույն օրինակներից է պատասխանատու քաղաքական գործչի։ Եվ նաեւ ուզում եմ հիշեցնել պարոն Կապրելյանի ակտիվ աշխատանքը այդ հանձնաժողովում իր նախորդ հնարավորության ժամանակ պարոն Կապրելյանը մի շարք օրենքներ նախաձեռնել, այդ թվում հասարակական կազմակերպությունների հետ սերտ աշխատելով եւ կարծում եմ արժանի տեխնացու այդ հանձնաժողովը գլխավորելու համար պարոն Կապրելյան ձեզ հաջողություն եմ մաղթում թե ընտրվելու հետ կապված, թե ընտրվելուց հետո նաեւ աշխատանքներ իրականացնելիս մեր շատ գործընկերներ անդրադարձան մեր ընդդիմադիր գործընկերների խոսույթներին, այդ թվում պարոն Խաչատրյանի հայտարարություններին Տիկին Տաբարյանը նկատեց հատկապես կապված մեր սպառազինության ձեռքբերման հետ կապված պարոն Խաչատրյանի իբր խնդրահարույց դիտարկումներին, բայց ուզում եմ հասկանալ արդյոք դա խնդրահարույց է, երբ պետությունը մի քանի տեղերից է կարողանում ռազմական ձեռքբերումներ անել, որը պարոն Խաչատրյանը փորձեց այդպես ներկայացնել։ Պարոն Խաչատրյան, ուզում եմ հիշեցնել, որ մենք նախկինում մեկ կամ կարելի ասել գրեթե մեկ տեղից ձեռքբերումներ ունենալով մենք խնդիրների ենք բախվել, երբ այդ մեկ կենտրոնից կախվածությունը մեզ բերել է տարբեր խնդիրների, այդ թվում եւ պատերազմի ժամանակ։ Հիմա դուք փորձում եք նսեմացնել Հայաստանի Հանրապետության բանակի ձեռքբերումները, որոնք այս տարիների ընթացքում եւ ընդհանրապես բարեփոխումները, որոնք այս տարիների ընթացքում տեղի են ունեցել, եւ փորձում եք հնդկական զենքը ներկայացնել արևմտյան սպառազինության հետ չխոսող, բայց պարոն Խաչատրյան, ուզում եմ ցես հիշեցնել, որ Հնդկաստանից ձեռքբերվող եւ այլ տեղերից ձեռքբերվող զենքը եւս նատոյական ստանդարտներով է եւ մենք այո պարոն Խաչատրյան որքան էլ կներեք արտադրության համար որքան էլ որոշ շրջանակների մխկտոցին մենք կառուցում ենք նատոյական ստանդարտներով բանակ։ Ասում եք, որ գլխավոր շտաբի պետը հետքի պարոն Գեղամանուկյանն է ասում է հետքի հանդեսի հրապարակումից հետո շտապեց առաջնագիծ, բա պետքա շտապ էր պարոն Մանուկյան։ Մենք այն քաղաքական թիմն ենք, մենք այն պատասխանատու թիմն ենք, որը խնդիրների հետևից գնում է ու արձագանքում է այդ խնդիրներին, չի ծածկատեմփոց անում, որը արվում էր նախկինում։ Կամ սուերին անդրադարձ եղավ, հիմա էլ ասում եք, որ հիմա էլ ցանկացած առիթով երբ Ադրբեջանը ձեռքբերումներ է կատարում, այդ թվում եւ կործանիչ ավիացիայի ոլորտում, ներկայացնում եք դա որպես անհամաչափ Հայաստանի ձեռքբերումների հետ, բայց միաժամանակ քննադատում եք սուերի ձեռքբերումը։ Հնարավոր չի մի թեմայի շուրջ արգելի գործընկերներ քննադատեք թե ան թե բեն։ Ընդ որում դա ձեր գործելավոճն է դարձել արդեն ոչ միայն բանակի հետ կապված, այլ ընդհանրապես քաղաքականության մեջ եւս, երբ դուք գալիս եք, այն նույն մարդը գալիս է մեզ քննադատում է թե ան անելու համար, թե ան չանելու համար։ Հնարավոր չի նույն հարցի շուրջ տարբեր մեկնաբանություններով նույն մարդը քննադատական ելույթ հնչեցնի, այդ թվում օրինակ սուերի ձեռքբերման հետ կապված։ Ինչ վերաբերում է այս խմբակցությանը, որը գալիս է եւ չի ներողություն խնդրում Էդգար Ղազանի արտահայտությունների համար, ես հարգելի գործընկերներ, կոչով ուզում եմ դիմել մեր խմբակցությանը, մեր ֆրակցիային, ես կարծում եմ, որ ուժեղ Հայաստանին այլևս չպետք է տարանջատել Էդգար Ղազանից եւ չպետք է մենք կենտրոնանանք Էդգար Ղազանի անձի շուրջ, ընդհանրապես մենք պետք է ուղղակի հասկանանք, որ քանի դեռ խմբակցությունը ներողություն չի խնդրել իր պատգամավորի խոսքի համար, ինքը պատասխանատու է այդ խոսքի համար եւ ինքը եւս հանդիսանում է զինվորների մահ ցանկացող խմբակցություն, ոչ թե անհատներ, ոչ թե պատգամավորներ, այլ զինվորների մահը ցանկացող խմբակցություն է։ Եվ վերջում
ուզում եմ ներկայացնել նաև մեր բարեփոխումները, որոշակի բարեփոխումները, որոնք կատարվել են մեր բանակում, ինչքան էլ փորձեք դուք մեր հասարակության աչքերում նսեմացնել մեր ձեռքբերումները, որոնք այս տարիների ընթացքում արվել են, ուզում եմ ասել մեր սիրելի քաղաքացիներին, որ այս տարիների ընթացքում մենք ամրաշինական կառույցներ ենք կառուցել գրեթե սահմանի ողջ երկայնքով, դրանք տասնյակների են հասնում, որոնցից հետո մեր ազգաբնակչությունը այդ սահմանամերձ շրջաններում անվտանգության զգացողությունը վերականգնվել է մարդկանց մոտ, այդ մարդիկ այդ սահմանամերձ բնակավայրերում բնակարաններ են, տներ են կառուցել, այդ թվում նաև պետության աջակցությամբ 16 միլիոն դրամի ծրագրի շրջանակներում այդ բնակավայրերը նախկինում եթե դատարկվում են, հիմա շատերը տեղափոխվում են եւ մնում են ապրելու, ընտանիքները բազմանում են, մարդկանց անվտանգության զգացողությունը բարձրանում է, մեր զինվորականները ավելի բարձր աշխատավարձեր են սկսել ստանալ, մեր զինվորականները նաև սոցիալական խնդիրները լուծելու բերումով, որ կենտրոնացել են իրենց ծառայության վրա, մենք սպառազինություն ենք ձեռք բերել պարոն Կարնիկ Դավթյան, որը դուք փորձեցիք մանիպուլատիվ կերպով ներկայացնել, բայց ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այս կողմում արդեն փորձառու քաղաքական գործիչներ ու փորձառու գործիչներ են նստած ու նաև մեր քաղաքացիներն այս վերջին 8 տարիների ընթացքում բազմաթիվ այդպիսի մանիպուլյացիաների ականատես են եղել եւ իրենք էլ են թրծվել, դժվար է մեր քաղաքացիներին մանիպուլացնել, պարոն Դավթյան, դուք փորձեցիք ներկայացնել մեր բանակի ձեռքբերումները, բանակի բյուջեն համեմատելով ընդամենը վերջին 1 տարվա մեր բյուջեն նախորդ տարվա հետ համեմատած, բայց ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2018 թվականի համեմատ 3-ից ավելի անգամ ավելացել է մեր բանակի բյուջեն։ Էլ չեմ ասում նաև մեր տեղական ռազմարտունաբերությունը, թե քանի 100 միլիոն դոլարի, շուրջ 400 միլիոն դոլարի 3 տարիների ընթացքում մենք ուղղել ենք տեղական ռազմարտունաբերությանը, մենք տեղական զենքեր ենք արտադրում, ոչ միայն ԱԹՍ-ներ, անընդհատ ԱԹՍ-ների մասին խոսվում է տեղական արտադրության, բայց ոչ միայն ԱԹՍ-ներ, նաև թույլ տվեք ասել ավելի խոշոր դրամաչափի զենքեր ենք արտադրում, այդ թվում հրետանային միջոցներ, այնպես որ այո բանակում խնդիրներ կան եւ լինելու են, հնարավոր չի որ բանակի կենթանի օրգանիզմի ու հնարավոր չի այնտեղ խնդիրներից ընդհանրապես զերծ լինել, բայց ամենօրյա աշխատանք է տարվում այդ ուղղությամբ եւ վստահ եմ որ Առաջ, ել չեմ ասում, նաև մոռացա նշել այդ բարեփոխումների շրջանակներում մեր ռազմական ուսումնարանների ու ինստիտուտների ընդհանրապես կրթական մակարդակի բարձրացումը բազմաթիվ մի քանի անգամ պարոն Քոչարյանը ինձ երևի կհուշի թե քանի անգամ են ավելացել նաև համալսարանի ուսանողների եւ կուրսանտների թվականակը, մենք նաև նրանց ապահովում ենք սոցիալական ծախսերով եւ այդ կուրսանտները ավարտելուց հետո միանգամից բնակարաններ են ստանում եւ սոցիալական խնդիրների առաջ չեն կանգնում եւ բազմաթիվ այդպիսի բարեփոխումներ են արվել, այնպես որ մեր բանակը հուսալի ձեռքերում է, մեր անվտանգության երաշխավորներից մեկն է բանակը եւ հուսանք ու մենք գնում ենք այն ճանապարհ, որ ոչ առաջին միջոցն է, եզրափակելով պարոն Կապելյան եւս մեկ անգամ ձեզ շնորհակալություն եմ հայտնում նախորդ գործունեության, նախորդ ժամանակաշրջանի համար եւ հաջողություններ եմ մաղթում առաջիկայում։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Նախ մի անձնական բան պետք է ասեմ, ես ընդհանրապես մի սկզբունք ունեմ, որը որ իրականում կյանքի ընթացքում եմ սովորել եւ դա ինձ համար դարձել է սկզբունք, անկախ իմ անձնական վերաբերմունքից մարդուն, ես կարող եմ շատ վատ անձնական վերաբերմունք ունենամ մարդու հանդեպ, այնպես որ անգամ դուրսը չուզենալով ստիպված բարևեմ այդ մարդուն, բայց քաղաքական գործընթացի մեջ առավել եւս ես պարտավոր եմ այդ մարդուն լսել, որովհետեւ ես չեմ բացառում, որ անկախ իմ անձնական վերաբերմունքից այնուամենայնիվ իր ասելիքի մեջ կարող է լինել ճշմարտության հատիկ։ Նախ եւ առաջ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այս քննարկման համար։ Ես համարում եմ, որ դուք բավականին բովանդակային հարցադրումներ եք արել եւ այդ թվում շատ ուրախ եմ, որ դուք ակնկալում եք ինձանից ավելի խորքային խնդիրների վերաբերյալ խոսակցություն, բայց կարծում եմ բոլորիդ համար է հասկանալի է, որ ժանրը չի նախատեսում դա զուտ նաև տեխնիկական առումով խորքային
քննարկումներ ես ինքս եմ ակնկալում եւ այդ խորքային քննարկումներին մենք իրար հետ ես ձեզ վստահեցնում եմ կհասնենք աշխատանքի ընթացքում եւ այդ թվում նաեւ ինքներդ կտեսնեք եւ կզգաք այդ խորքային քննարկումների աշխատանքի արդյունավետությունը։ Ուզում եմ ամեն դեպքում մի քանի բանի անդրադառնալ, որը որ գործընկերների կողմից ընդդիմադիր հնչել է։ Նախ ուզում եմ ասեմ, որ ես կողմնակից չեմ այնուամենայնիվ այն խոսակցությանը, որ ձեր ցանկացած բարձրացած հարցին ես ու հիմնականում ես դրանից զերծ եմ մնալու ապագայում, որ ես ձեզ ասեմ այլ ձեր ժամանակ, որովհետև կարծում եմ եւ նաև հավաստիացնում եմ ձեզ, որ իմ աշխատելավոճի տեսանկյունից բոլորովին այլ է ելնելու։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ես թույլ չեմ տալու, որ ազգային ժողովի ամբիոնից, ազգային ժողովի մասնավորապես ընդդիմադիր падգամավորները գան, մատնանշեն խնդիր եւ այդքանով համարեն իրենց առաքելությունը ավարտված, որ ես ճիշտ տեղը խնդիրը մատնանշեցի, իմ առաքելությունը ավարտված է, ոչ, առաքելությունը դրանով չի ավարտվում։ Իրար հետ ճիշտ մատնանշման պարագայում հետևողական աշխատելու ենք այդ խնդիրների լուծմանը եւ այդ թվում դուք պարտավոր եք լինելու, եթե մենք չտիրապետենք այդ խնդիրների լուծմանը, բերել այդ խնդիրների լուծումները եւ իրար հետ գնալու ենք այդ խնդիրների լուծմանը։ Ինչու համար։ Դուք դրանով չեք օգնելու քաղաքացիական պայմանագրին։ Նախ եւ առաջ դուք դրանով օգնելու եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ իհարկե դուք դրանից նաեւ քաղաքական առումով նպաստելու եք ձեր առաջխաղացմանը, որովհետեւ դա պարզ հաշվարկ է եւ դա այո ձեզ բերելու է քաղաքական դիվիդենդներ եւ բարձրաձայնելու է ձեր քաղաքական ռեյտինգը։ Այդ դեպքում հակառակ պարագայում չի բարձրացնելու, միայն իջեցնելու է։ Ուզում եմ անդրադառնալ պարոն Խաչատրյանի կողմից հնչեցված սուների մասով հարցադրմանը, որովհետեւ Այս մի բան ենք իրար հետ անելու, ինչպես որ ասել եմ, այս քննարկումների ընթացքում մենք գալու ենք հասնենք նրան, որ այս ամբիոնից հնարավորինս ստույգ խոսքեր հնչեն եւ այդ թվում տվյալներ, մասնավորապես սուերի մասով պայմանագիրը կնքվել է 2019 թվականի դեկտեմբերի 1-ին, առաջի խմբականակը 4 հատը Հայաստանի Հանրապետություն մատակարարվել է 2019 թվականի դեկտեմբերին, 2020 թվականի 44-օրյա պատերազմը սկսվել է սեպտեմբերին, ես կարծում եմ պետք չի ասեմ, թե զենք զինամթերքի գնումը իրանից ինչ է ենթադրում, բավականին բարձր շղթա է, այդ թվում նաև ուսման հետ կապված, տվյալ զինատեսակի մասով եւ բուն մատակարարումից, երբ որ Հայաստանի Հանրապետությունում եղել եւ պատերազմի միջև 9 ամիս տարբերություն կա, այլ ոչ թե 1.5 տարի, 1.5 տարին 18 ամիս է։ Կարծում եմ կարևոր այնուամենայնիվ արձագանքում է տեսանկյունից։ Պարոն Վարդանով, ես ակնկալում եմ նաեւ եւ կարծում եմ չեմ սխալվում, որ դուք ապագայում լինելու եք այս հանձնաժողովում, նաեւ ակնկալում եմ, որ դուք առաջադրվելու եք որպես այդ հանձնաժողովի տեղակալ, բայց ես երկու նկատառում ունեմ։ Նկատառումը առաջին կապված համապարփակ հետ։ Ես խնդրում եմ, դուք ձեր ելույթում ասեցիք հասարակության կողմից ընդունված համապարփակ պաշտպանության եւ անվտանգության հայեցակարգը։ Ճիշտը ասելն է ոչ թե հասարակության կողմից ընդունված, այլ հասարակության կողմից առաջարկված կառավարության կողմից փոխըմբռնումով ցուցաբերված այդ թեման քննարկվել է եւ իրար հետ համատեղ աշխատանքով գնացել ենք եւ հասել ենք որոշումների, որոնք որ իհարկե մնացած խնդիրների հետ որոշակի առումով համաձայն եմ, ելի եմ ասում, ձեզ հետ էլ միասին առաջիկայում աշխատելու ենք եւ շատ եմ ողջունում ձեր ելույթի մեջ հնչած մի կարեւոր բան, իմ համար այդ բառը առանցքային է եւ կարելի է ասել աշխատանքի առումով սկզբունք է, այդ թվում նաեւ նախորդ շրջանում մի փորձարարությունից ելնելով շատ կարեւոր է աշխատանքի մեջ լինել հետեւողական։ Եվ երբ որ դու մի անգամ ինչ-որ մի խնդրով զբաղվում ես եւ այդ խնդրի լուծմանը չես հասնում, դա չի նշանակում, որ դու չպետք է շարունակես այդ խնդրի լուծումով զբաղվես, դու պետք է հետեւողական գնաս եւ զբաղվես այդ խնդրի լուծումով։ Ուզում եմ անդրադառնամ նաեւ ռազմական բյուջեի մասով, եթե չեմ սխալվում, հիմնականում պարոն Դավթյանը շեշտադրում դրեց, Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն 2017 թվականին եղել է $455 միլիոն։
18 թվականին 508 միլիոն, 19 թվականին 643, 20 թվականին 632, 21 թվականին 622, 22 թվականին 796, 23 թվականին միլիարդ 324 միլիոն դոլար, 24 թվականին միլիարդ 420 միլիարդ դոլար, 25 թվականին միլիարդ 740 միլիոն դոլար, 26 թվականին միլիարդ 480 միլիոն դոլար։ Ինչու համար եմ սա ասում։ Հնչեց այն փաստը, որ 24 օրյայից հետո վերականգնվելու խնդիր ունենք, միանշանակ ճիշտ է, բայց ոչ միայն 44 օրյայից 20 թվի հետո, այդ թվում նաև 23 թվի դեպքերից հետո, երբ որ բազմաթիվ զենք եւ զինամիթեր կորցրեցինք, պատճառների մեջ չեմ խորանում, բայց դա չի միակ պատճառը։ Երբ որ դուք Ադրբեջանի ռազմական բյուջեն եք մատնանշում, խնդիրը հենց դրա մեջ է, որ տեսնելով, որ հարևան երկիրը աճեցնում է իր ռազմական բյուջեն, Հայաստանի Հանրապետության կառավարությունն է համապատասխան որոշումներ է կայացրել իր ռազմական բյուջեն նաև աճացնել։ Այլ հարցը իհարկե թե որքանով են համեմատելի ռեսուրսները։ Ուզում եմ անդրադառնամ նաև կրկին Արևմտյան Ադրբեջանի մասին, կապված արտաքին հետախուզության ծառայության հետ եւ այդ թվում նաեւ ձեր հարցին կպատասխանեմ այդ կոնտեքստում պարոն Վարդևանյան, ես շատ զարմացած եմ, որ դուք ասում եք, բա արտաքին հետախուզության ծառայությունը նշել է Արևմտյան Ադրբեջանի մասին։ Օրինակ չէի զարմանա, եթե դուք գայիք ասեիք, որ չի նշել Արևմտյան Ադրբեջանի մասին։ Որտեւ այդ դեպքում կստացվեր, որ մենք անտեսում ենք այդ սպառնալիքը։ Իսկ տվյալ պարագայում Համապատասխան ինստիտուտը արձանագրել է այդ սպառնալիքը եւ դրա մասին բարձրաձայնում է եւ կրկին պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության թե վարչապետը, թե կառավարության անդամները, թե քաղաքացիական պայմանագիր անդամները բազմիցս Արևմտյան Ադրբեջանի խոսույթի սպառնալիքների մասին խոսացել են եւ դեռ կարծում եմ շարունակաբար խոսալ են։ Ինչ վերաբերվում է քննչական կոմիտեի եւ արտաքին հետախուզության ծառայության տարանջատման մասին, գլոբալ առումով գաղափարի հետ ես համամիտ եմ, արդյունավետության տեսանկյունից կարծում եմ այնուամենայնիվ պետք է վիճակագրություն ունենանք ձեռքներիս տակ ուսումնասիրենք այդ խնդիրը, բայց արտաքին հետախուզության մասով դες կարող եմ ասել, որ օրինակ ինձ համար բավականին խնդրահարույց է եւ հարց է, թե ինչու համար է, եթե մենք արտաքին հետախուզության ծառայությունը առանձնացնել ենք, այնուամենայնիվ ազգային անվտանգության ծառայության ներքո կա նմանատիպ վարչություն։ Եվ ինչու համար է դա պետք, մի քիչ լավ չեմ հասկանում, այդ թեման կուսումնասիրեմ առաջիկայում։ Մի քանի հատ էլ ասելիք ունեի, բայց այնուամենայնիվ կսահմանափակվեմ մի կարճ պարոն Մանուկյան, դուք միանշանակ եղել եք լավ ազգային ժողովի падգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի, ճիշտ շատ դեպքերում խնդիրներ եք մատնանշել, որով որ ես ինքս եմ ուզում մատնանշել, բայց մինչ այն պահը, երբ որ կներեք թուրը հանել եք ու որոշել եք, որ մի քանի տեղ պետք է արյան ծով սարքեք, էլի։ Որտեղ ամեն ինչ մեր մոտ փլուզվել է, խնդրում եմ այս անգամ եթե գալ եք, ինչ չանեք։ Ինչ վերաբերում է պարոն Հազարյանի ասած սակրավորների մասին, ես շատ չեմ անդրադառնա, անիմաստ եմ համարում, պարոն Հազարյանին զուտ տեղեկացնում եմ, որ ես մշակված ունեմ հումանիտարականազերծման մասին օրենք, իրան առաջիկայում հրավիրել եմ, իրար հետ միասին այդ օրենքի շրջանակում աշխատենք, պարոն Հազարյանը նաև շատ հումորներ արել ուսապարկերի մասին, այսօր ուսապարկով եկել, չգիտեմ, մի բան եղած չլինի միամիտ, եւ վերջում Պարոն Կարապետյան, Տիկին Գրիգորյան, ես անկասկած վստահ եմ, որ այնուամենայնիվ հավանաբար դուք կունենաք քաղաքական որոշում առ այն, որ օրինակ իմ դեպքում ինչ չընտրել, հաշվի առնելով քաղաքական նպատակահարմարությունը եւ այդ թվում նաեւ ենթադրելով, որ եթե դուք ինձ ընտրեք, դա ինձ ինչ-որ լեգիտիմություն է ավելացնելու կամ պակասեցնելու, ամենևին ոչ, բայց ես ձեզ առաջարկում եմ, ավարտում եմ, ես ձեզ առաջարկում եմ հետեւյալը, որ քանի որ այնուամենայնիվ ես գիտեմ, որ ձեր մեջ կան մարդիկ, որոնք որ անձնապես կուզեն ինձ ընտրեն, եւ քաղաքական որոշման պարագայում կարող է որոշակի անհարմարություն լինի համար, ես զուտ առաջարկում եմ, գուցե քննարկեք ազատ թողնել քվեարկությունը, եւ դա ինչու համար եմ ասում, իմ օգուտը դրանից որն անելու, ոչ թե լեգիտիմության ավելանալ թե պակասել, ներողություն եմ խնդրում, ավարտում եմ, այլ յուրաքանչյուր ավել քվեն ինձ համար լինելու է էլ ավելի մեծ պարտավորություն իմ աշխատանքը ավելի արդյունավետ կատարելու համար։ Այսքանը, շնորհակալ եմ։ Տիկին Ջուլհակյան, եթե հանրային պաշտոն զբաղեցրած անձը կա, որ դիմացն է, կամ, չգիտեմ, քաղաքական գործիչ է կամ հանրային գործիչ է,
մեղադրվում է մարդասպանություն պատվիրելու մեջ։ Դա կարևոր չի, մեղավոր է, մեղավոր չի։ Մեղադրվում է, համապատասխան վարույթ կա, քրեական գործ է հարուցվում, ձերբակալվում է, կալանավորվում է։ Ըստ ձեզ համապատասխան մարմինները այդ հանրային հնչեղու դե ակնհայտ է, չէ՞ որ եթե հանրային նախկին պաշտոնյա է հայտնի մարդ է, անպայման չի քաղաքական գործիչ է, հայտնի մարդ։ Հարց է ծագելու, բայց հատկապես եթե քաղաքական գործիչ է, բնականաբար հարց է ծագելու մոտիվի վերաբերյալ։ Հիմա չեք կարծում, որ պատկան մարմինները եթե տալիս են հաղորդագրություն, պետք է նաև տան հաղորդագրություն ենթադրյալ մոտիվի վերաբերյալ, հակառակ դեպքում եթե չտան, բոլորը չեն հարցնելու, այս մարդուն ինչի եք ձերբակալել։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ռուբինյան։ Մոտիվ իհարկե պետք է ներկայացվի, բայց այդ մոտիվի ներկայացման շրջանակներում պետք է նաև իրավաչափության եւ համաչափության սկզբունքի մասին չմոռանանք, որովհետեւ այս հարցում կոնկրետ անձն է, որը մեղադրվում է, հա, կոնկրետ գործողություն կատարելու մեջ։ Եթե այդ շրջանակներում այլ անձի անձնական կյանքի վերաբերյալ տեղի ունենում հաղորդագրության տարածում, մենք պետք է հասկանանք, թե այդ ինֆորմացիայի հրապարակումը որքանով էր անհրաժեշտ այդ մոտիվի ամբողջական բացահայտման տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ կարելի էր այդ հաղորդագրությունը ավելի մեղմ ձևակերպումներով տարածել այլ անձի անձնական տվյալների հրապարակման հետ կապված։ Շնորհակալություն, բայց ես հիմա արձագանքում եմ, բայց ես լավ չեմ հասկանում, տվյալ դեպքում ոնց էր հնարավոր ենթադրյալ մոտիվը հրապարակել, առանց ձեր ասած ինֆորմացիան չհրապարակելու, եւ ես նաեւ, եթե ես ճիշտ եմ հիշում, ինֆորմացիան չի էլ հրապարակվել, այնտեղ անվան առաջին տառերն են հրապարակվել։ Չէ, բայց չէ, անուն տրվել է։ Անուն չի տրվել, պարոն Բայց նույնիսկ եթե տրվել է, ներողություն, ես ավարտեմ նոր։ Այսինքն կրկին ես, չգիտեմ, չեմ կարծում էլի, որ համաշխարհային պրակտիկայում կա դեպք, երբ որ նման դեպքերում հնարավոր է խոսել մոտիվից առանց ձեր ասած ինֆորմացիան որևէ կերպ հայտնի դառնալու։ Խնդրեմ։ Դուք ավարտեցիք, պարոն Ռուբինյան, ես շարունակում եմ պնդել, որ յուրաքանչյուր գործողություն, որը կատարում է պետական մարմինը, պետք է իր համաչափության եւ իրավաչափության խնդիրը լուծի։ Ես կարծում եմ, որ այս դեպքում հաղորդագրությունը այդ սկզբունքին չի բավարարել։ Եվ կարող էր ավելի մեղմ ձևակերպումներով անել նույն բանը։ Համաձայն չեմ, բայց լավ։ Հարգելի գործընկերներ, ինձ թվում է, որ մեր սիրելի դաշնակցական գործընկերները, երբ որ գնում են իրենց գրասենյակ, այն մատրիցա կինոյի մեջ մի հատ սարք կար, որ պահում չկսնում են, ամեն ինչ մոռանում են։ Հա, ներողություն, ասում եմ մատրիցա, չէ, մատրիցան լրիվ ուրիշ։ Շատ տեղել նմանություններ կան, բայց հա, Սևազգեստ մարդիկ ֆիլմի մեջ այն որ սարք կար, ասես չկսնում են, մոռանում են ամբողջ կյանքը ու մեկը, չգիտեմ, կարող է Հրանտ Մարգարյանն է, կարող է հիմա պարոն Ռուստամյանն է, ասում է ուրեմն լսեք։ Այն ամեն ինչ եղել է չկա, էս է իրականություն։ Հիմա պարոն Խաչատրյանը եկավ երկար ելույթ ունեցավ, ճիշտ ասած ես առանձնապես չհասկացա ինչի մասին է ելույթը, բայց ինձնից կպահանջվի ընդամենը 15 վայրկյան այդ ելույթի ամբողջ հիմքը քանդելու համար։ Պարոն Խաչատրյանը եկել ասում է այդ որտեղից վերցրեցի 29743 կիլոմետր քառակուսի թիվը։ Դուք այդ ինչ եք ասում, ինչեր են ժամանակ 20.8, հիմա 20.743, այդ որտեղ կորավ։ Նախ միշտ էլ 29743 ա եղել, հանրագիտարում կարող կլորացված թիվն ա եղել վերնագրում, հետո ներքևը ոչ, բայց ինձ ինչքան էլ տարօրինակ չի, օգնության կհասնի Ռոբերտ Քոչարյանը եւ Դաշնակցությունը, որովհետեւ սիրելի պարոն Խաչատրյան, ես հիմա ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ։ Ուրեմն Դաշնակցությունը 2005 թվականին կոալիցիայի մեջ էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ 2005 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եթե չեմ սխալվում, նույնիսկ Քոչարյանի ստորագրությամբ, վավերացրել է Հայաստանի հողային ֆոնդը, հեսա մի արևական բան անեմ, հենց փաստաթղթի անունն էլ ասեմ, էլի, Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի արկայության եւ բաշխման վերաբերյալ հաշվետվություն։ Այնտեղ գիտեք ինչա գրած, որ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը բաղկացած է 2974.3 հեկտարից։ Էդ էլ որ բաժանեք
համապատասխան թվի կստանա 20743 կիլոմետր քառակուսի։ Բայց կարող եք ասել դե 2005 թիվն ա եղել, խառնել ենք, չենք նկատել։ Նույնն է եղել 2010 թվին, 2015 թվին։ Հետևաբար այդ որ ասում եք որտեղից եք վերցրել 20743 կիլոմետր քառակուսին, պարոն Խաչատրյան, ձեզնից ենք վերցրել։ Ձեզնից, անձամբ ձեզնից ենք վերցրել։ Անես որ դուք եկեք ասեք այդ ուր են կորել են մնացած հեկտարները։ Ընդհանրապես դժվար չի էլի գոնե research արեք, պարոն Խաչատրյան, ինչ որ կոնսպիրոլոգիական տեսություն սարքելուց առաջ մի հատ բան արեք, էլի главное в ходе следствия не выйти на самого себя։ Հաջորդը, պարոն Խաչատրյան, եկել ասում եք երկար խոսեցիք Արմաթայի հռչակագրի մասին, չգիտեմ, սենց ինչ-որ սենց բաներ արեցիք, այնտեղ սևով սպիտակին գրված է, որ միջհանրապետական սահմանները, գոյություն ունեցող միջհանրապետական նկատի ունի խորհրդային հանրապետությունները, դառնում են միջպետական սահմաններ։ Դա նշանակում է այդ պահի գործող ՀԽՍՀ եւ ԱԽՍՀ, մեկը Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունն է, մյուսը Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունն է։ Այն ինչ սահման ունեն այդ պահին, եւ համապատասխանաբար նաեւ այնտեղ Ղազախստան, Տաջիկստան եւ այլն, այսպես Թուրքմենստան, Ղրղստան, Ուզբեկստան, դառնում են միջպետական սահմաններ, ինչն է այստեղ անհասկանալի։ Եվ դա դրանից ուղիղ բխում է սահմանները եւ տարածքները, այդ թվում 29743-ը։ Բայց մի հատ հետաքրքիր հակասություն կա ձեր մտքերում։ Տեսեք, մի կողմից դուք ասում եք, որ Հայաստանը, երբ որ 1991 թվականին Ալմաթայի հռչակագիրը վավերացրել է, դա չի նշանակել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ես տենց հասկացա, այդ ասեցիք։ Կարող ենք հետ տալ։ Հա, դա չի նշանակում Ղարաբաղ, ճիշտ է, կներեք։ Ասեցիք մի կողմից, ասեցիք, քանի որ 1991 թվականին Ալմաթայի հռչակագրի վավերացմամբ Հայաստանը չի ճանաչել, չի նշանակել դա, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում, բայց մյուս կողմից դուք հղում անելով 2022 թվականի Պրահայի հայտարարությանը, որը ընդունվել է վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի եւ նախագահ Մակրոնի եւ Շարլ Միշելի անունից։ Այնտեղ ինչա գրած, կողմերը վերահաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը համաձայն Ալմաթայի հռչակագրի։ Այդ դուք համարում եք փոփոխություն քաղաքականության, ինչի հետևանքով ռուսական խաղաղապահ ուժերը իրենց ֆունկցիան չկատարեցիք։ Հիմա կողմնորոշվեք, Ալմաթայի հռչակագրով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների ճանաչում, թե չի նշանակում, որովհետև եթե չի նշանակում, նշանակում է դուք կեղծ մեղադրանք եք ձեր տեսանկյունից առաջադրում Փաշինյանին, բայց իրականում իհարկե նշանակում է, բայց դուք էլի կեղծ մեղադրանք եք առաջադրում Փաշինյանին։ Եվ հարգելի գործընկերներ, ավարտելով նաև անդրադառնալով բանին, էլի, ԲՀԿ ձայներին։ Ես կարծում եմ, որ նորից պետքա սկսենք սկզբից, էլի։ Բարգավաճ Հայաստանը չի ստացել ձայներ ձեր ասած տեղամասերում, հասկանում եք, այդ ձայները չկան իբնե, որովհետև այդ ձայները համարվել են անվավեր, դու չես կարող անվավեր եղած ձայնը, ասես ինքը ձայնա իրանից վերցրեցին։ Նույն ձև ոնց որ պարոն Ալեքսյանը շատ լավ օրինակ բերեց այն օրը։ Ֆուտբոլիստը գոլ է խփում, պարզում է, որ դա խաղից դուրս վիճակից խփված գոլ էր, հետևաբար դա գոլ չէր։ Հետևաբար հնարավոր չի ասել, դե եթե այդ գոլը այժմ հնարավոր է ասել, որ եթե այդ գոլը անվավեր չճանաչվեր, որովհետև խաղից դուրս վիճակում էր, ապա գոլը կհաշվեր։ Այո, բայց ճանաչվել է, չէ՞։ Եվ ընդ որում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել է հիմնավորումը, թե ինչի է ինքը կարծում, որ այդ տեղամասերի արդյունքները, ավելի շուտ չեղարկումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ինչի՞։ Որովհետև, օրինակ, եթե այդ չեղարկված ձայները գումարվեին, ներողություն, չգումարվելու դեպքում, ներողություն, եթե այդ ձայները, ինչա տեղի ունեցել, հիմա այդ ձայները գումարվել են անվավերներին, եւ հետեւաբար անճշտություններին, ներողություն։
անճշտություններին։ Եվ կարող է հնչել փաստարկ, դե գիտեք ինչ կա, հետևաբար վավեր ձայները քչացել են, հետևաբար մեր անցնելու հավանականությունը փոքրացել է։ Բայց հակառակ դեպքում, եթե ուղակի այդ անվավեր ձայները ուղակի զրոյացվեին, չգումարվեին անճշտություններին, միևնույնն է, արդյունքը լինելու էր նույնը, եւ հետևաբար արդյունքի վրա չի ազդել։ Բայց ամենակարևորը, Ժորժ ջան, իսկ կարող եք գաք ստեղ ասեք այդ ինչ զապիսների։ Ժորժ ջան, քյաբաբից ստեղ շատ խոսվեց, էլի։ Այդ ինչ քյաբաբ էր, այդ ձեր ներկայացուցիչները ենթադրաբար, որ իրար հետ խոսում էին։ Ինչի էին օրինակ տողատակով ասում քյաբաբ, բան, չեմ ասի, կասեմ քյաբաբ։ Կարող եք բացատրել, խնդրում եմ, եկեք ստեղ բացատրել, ինչպես է ստացվում, որ ձեր աջակիցները կոդային բառ են օգտագործում քյաբաբը, ու ինչի էին վախենում, որ այդ կոդային բառի իրական իմաստը, որ ասեն, խնդիրներ են ունենալու։ Կամ տարբեր խոսում ենք Ղարաբաղցի մեր քույրերի եւ եղբայրների իրավունքներից լավ ենք անում։ Կարող եք բացատրել, այդ ինչ ձայնագրություններ, որտեղ ենթադրաբար էլի ձեր թիմի ներկայացուցիչներ իրար մեջ խոսում են մի Ղարաբաղցուց, հայհոյում են իրան, ասում են դա բան է, այդքան բան արեցինք իրանց համար, ինքը մեզ չի ընտրելու։ Այս ինչ տասնյակ, հարյուրավոր ձայնագրություններ են, սիրելի ուժեղ Հայաստան խմբակցություն, որոնցում ենթադրաբար ձեր թիմակիցները առնվազն ձայնագրությունից մենք լսում ենք, որ խոսում են մարդկանց փող տալու մասին, որպեսզի իրանց ընտրեն։ Հայաստան դաշինք, ձեր ներկայացուցիչների այդպես ձայնագրություններ էլ կան։ Ինչ է դա, կարող է միջև այդ բանը բարձր իրավաբանական վեճերը արդյոք Բարգավաճ Հայաստանի վերաբերյալ արդյունքները որոշիչ են եղել թե ոչ, այդ բարձր, այդ ռաֆինացված խոսակցությունների փոխարեն կարող եք ստեղ գաք ասեք, այդ ինչ քյաբաբ էր, այդ ինչ ընտրակաշարքի տեսքով քյաբաբի մասին էին խոսում ձեր հարգարժան թիմակիցները, խնդրում եմ եկեք ասեք։ Որովհետև հարգելի գործընկերներ, եթե ձեզ թվում է, որ մենք բարեկիրթ ենք եւ դա նշանակում է, որ մենք նաեւ լինելու ենք մեղմ, դուք սխալվում եք, մենք շարունակելու ենք լինել բարեկիրթ։ Բայց ոչ ոք երբեք չի մոռացելու, չի մոռանալու այն համակարգված ընտրակաշարքի սխեման, որը ձեր համապատասխան քաղաքական ուժերը գործարկել են, ինչը ակնհայտորեն բխում է հրապարակված ձայնագրություններից։ Դուք պետք է գաք ստեղ պատասխան տակ։ Ընդհանրապես հարցերը ստեղ մենք ենք տալիս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ուզում եմ անդրադառնալ երեկվա մեր ընդդիմադիր պատգամավորների մի քանի մտքերին, որոնք վերաբերում են անվտանգության ոլորտին։ Արտուր Խաչատրյանը նշում էր, որ ծախսերը բանակի վրա աճել են, որովհետև ոչնչացվածն ենք վերականգնվել եւ եկել ենք զորոյական դիրքի։ Պետք է ասեմ, որ մենք հիմա զորոյական դիրքում չենք եւ ինքը զորոյական դիրքը համարում էր 20 թվականի 44-րդ պատերազմից առաջվա իրավիճակը, մենք շատ ավելի բարձր անվտանգային համակարգ ունենք, շատ ավելի նորագույն սպառազինություն ունենք իր բովանդակության եւ քանակի մեջ եւ որևէ համեմատական չենք կարա տանենք 20 թվականի եւ այսօրվա մեր սպառազինության միջև։ Մենք զորոյական վիճակում չենք, պարոն Խաչատրյան, եւ նույնիսկ 20 թվականին պատերազմից առաջ մենք դժվար կերազեինք, որ կգա ժամանակը, որ մենք կարող ենք ունենալ այսպիսի որոշակի սպառազինության տեսակներ, ռազմաարդյունաբերության ձեռքբերումներ, ՆԱՏՕ-ի ստանդարտի համապատասխան զինատեսակներ եւ այլն։ Մենք զորոյական վիճակում չենք, դա իրականությանը չի համապատասխանում։ Ասում եք, որ սպառազինություններին, երբ որ հետևել եք, նման է ռազմական գազանանոցի, այսինքն տարաբնույթ, տարբեր երկրների ծագման զինատեսակներ են եւ դրանք չեն կարող ինտեգրվել, միևնույն ստանդարտների մեջ չեն կարող լինել։ Բայց պարոն Դավթյանը նույն խմբակցության մեջ նշեց, որ Ադրբեջանը ինչքան բազմաթիվ երկրներից է զենքեր ձեռք բերել եւ դա ցույց տվեց որպես սպառնալիք մեր դեմ եւ Ադրբեջանի զինված ուժերի ձեռքբերումներ։ Հիմա ես խնդրում եմ ձեր խմբակցությունը կողմնորոշվի բազմաշերտ համագործակցությունը եւ զենքերի ձեռքբերումը դա լավ է թե վատ, բայց ես պետք է ասեմ, որ դա լավ է եւ ինտեգրման որևէ խնդիր չունենք, այո, մենք զենք ենք ձեռք բերել տարբեր երկրներից, տարբեր ստանդարտների, ՆԱՏՕ-ի ստանդարտից սկսած մինչև ռուսական արտադրության զինատեսակներ, բոլորի ստանդարտները համապատասխանում են եւ
դա հակառակը մեր զինված ուժերին նոր որակ է տվել եւ պաշտպանողության բարձրացում։ Սու-30-ների մասին խոսվեց, որ Սու-30-ները գնել ենք մեծ խոշոր գումարով, բայց չեն աշխատում, ինչ որ հրթիռներ չունեն եւ այլն, ապա ինչու ենք դրան գնել, եթե հրթիռներ չունեն։ Պարոն Խաչատրյան, պետք է ասեմ, որ մեր Սու-30-ները այս պահի դրությամբ ամբողջապես ֆունկցիոնալ են։ Ինչի համար իրենք նախատեսված են, այդ ֆունկցիաները կարող են ամբողջությամբ կատարել, եթե ուշադիր հետևեինք, կտեսնեիք, որ մայիսի 28-ին զորահանդեսի ժամանակ այդ Սու-30-ները մեր երկնքով սավառնել են ամբողջությամբ իրենց սպառազինությամբ։ Ես չեմ նշի, թե ինչ սպառազինություններ ունեն, բայց իրենց անհրաժեշտ սպառազինությունը առկա է եւ նույնիսկ լուսանկարներ կան, կարող եք հետևել, տեսնել, այնպես որ մեր Սու-30-ների խնդիրը լուծված է եւ նրանք ամբողջապես ֆունկցիոնալ են եւ խնդրում եմ այլևս չարծարծել այս Սու-30-ների խնդիրները։ Պարոն Գեգամ Մանուկյան ասում է, որ 25-օրյա հավաքները մահակ են իշխանության ձեռքին։ Պարոն Մանուկյան, ոչ թե մահակ են, այլ դուք մեր հանձնաժողովում եք եղել եւ կարծում եմ ելի կլինեք, տեսել եք ինչքան փոփոխություններ, բարեփոխումներ են արել ծանուցման համակարգերի վերաբերյալ եւ այդ համակարգը սկսել է գործել, արդեն դժվար է սողոսկելը եւ վարժական հավաքներին չմասնակցելը։ Կառավարությունը ամեն ինչ արել է, որպեսզի պաշտպանության բեռը բաշխվի հավասար եւ դա ստացվում է մեր մոտ եւ դա ոչ թե մահակ է, այլ պաշտպանության բեռի հավասարապես բաշխում է։ Եվ ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր, նրանք պետք է մասնակցեն մեր Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ու անվտանգությանը։ Պարոն Մանուկյան, նշում եք, որ տարի ու կես սահմանված մեր զինվորական ծառայության կրճատումը հիմքեր չունի եւ հիմքեր չի ներկայացվել։ Ես ուղղակի զարմանում, ինչպես եք դուք նման բան ասում, որովհետեւ տասնյակ անգամ երևի հիմնավորումները տվել ենք եւ առաջին անգամ հիմնավորումը տվել է պաշտպանության նախարարը եւ մի քանի անգամ թե հանրային, թե այս ամբիոնից եւ մեր հանձնաժողովի անդամներն էլ այդ հիմնավորումները տվել են եւ ամենակարևոր հիմնավորումը նա է, որ 21-26 թվականի կառավարության ծրագրում նախատեսած էր, որ ժամկետը պետք է կրճատվի եւ իրականացվել է, բայց այդ իրականացնելու համար բազմաթիվ բարեփոխումներ են արել, ինչը հնարավորություն է ստեղծել կրճատելու 6 ամսով զինծառայության ժամկետը։ Բարեփոխումները շարունակվում են եւ հայրենյաց պաշտպան ամենամեծ ծրագիրը, որը իրականացվել է, հայրենյաց պաշտպան ծրագիրն է, որը թույլ է տվել մի քանի հազար մեր երիտասարդների անցնել պայմանագրային ծառայության, ինչի հաշվին էլ մեզ հնարավորություն է ստեղծվել կրճատել զինծառայության, պարտադիր զինծառայության ժամկետը։ Պարոն Գեգամ Մանուկյան ասում է, որ երրորդ կորպուսի հրամանատար չունի, պարոն Մանուկյան հրամանատար ունի, ոչ մի րոպե հրամանատարի պաշտոնը թափուր չի եղել, հրամանատարի տեղափոխումից հետո անմիջապես պաշտոնակատար է նշանակվել ամբողջական լիազորություններով եւ գուցե աշխատանքային փորձաշրջանի մեջ է գտնվում եւ փորձաշրջանը ավարտելուց հետո գուցե համապատասխան նշանակումները կլինեն։ Պարոն Մեսրոպ Մանուկյանի մտքերին անդրադառնամ, թմրամիջոցների տարածվածություն, այո, թմրամիջոցների տարածվածությունը այսօր լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետության համար, բայց պետք է ասեմ Հայաստանի Հանրապետությունը այս առումով որոշակի բարվոք վիճակում է աշխարհի բոլոր երկրների հետ համեմատած, նույնիսկ ռեգիոնի երկրների հետ համեմատած, սակայն դա մեզ չի բավարարում, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք նաև ձեր օգնությամբ, որ նվազագույնի հասցնենք թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Եվ պետք է ասեմ, որ 3-4 տարի առաջ Telegram ալիքներով կային խանութներ, այսպես ասած, թմրամիջոցների, որոնց թիվը հասնում էր 1500 եւ ավել։ Վերջին 3 տարվա մեջ ոստիկանությանը հաջողվել է մի քանի անգամ կրճատել այդ Telegram ալիքների խանութները եւ այդ կրճատման process-ը շարունակվում է, բայց պետք է համալիր միջոցներ ձեռնարկենք եւ ամեն ինչը տանենք դեպի զրոյացման։ Ոստիկանության բերետները պետք է ծառայեն ժողովրդին, ոչ թե իշխանությանը։ Պարոն Մեսրոպ Մանուկյանի խոսքերն են, ուրեմն ոստիկանությունը ծառայում է օրենքին եւ իրականացնում է իր արժեվ դրած խնդիրները եւ ես չեմ կարծում, որ սա ճիշտ միտք է, տեսեք, այն ժողովրդի կողմից է ընտրվել այս իշխանությունը
Եվ այո, ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը պետք է պաշտպանվի այնպես, ինչպես ցանկացած անձ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձ, այսինքն ոստիկանությունը իր առջև դրած խնդիրները կատարում է բավարար եւ լավ մակարդակով։ Գառնիկ Դավթյանը նշեց, որ Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 3-ից 5 անգամ ավել է ծախսում, քան Հայաստանը, սա պարզ է, եւ մանրամասն թվարկեց, թե ինչ զինատեսակներ է ձեռք բերել Ադրբեջանը, պետք է ասեմ, որ այո, այդ զինատեսակները Ադրբեջանը սկսել է ձեռք բերել 2011 թվականից, ամենամեծ ձեռքբերումները միլիարդավոր դոլարների սկզբից եղել է Ռուսաստանի Դաշնությունը, ապա Իսրայել, Պակիստան, վերջերս է Պակիստանից մի քանի տասնյակ J-17 գործանիշներ եւ այլ, եւ մենք չենք պատրաստվում Ադրբեջանի հետ քանակական եւ ծախսային մրցավազքի մեջ մտնենք, այս ամեն ինչը ուսումնասիրվում է, մեր անվտանգային վիճակը գնահատվում է եւ ըստ այդ գնահատականի կառուցվում է մեր անվտանգային վիճակը եւ պետք է ասեմ, որ բավականին մեծ աշխատանք է իրականացվել այս առումով, պարոն Մանուկյանի հետ ամբողջությամբ համաձայն եմ այն մտքի մասով, որ ասում է, որ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք տեղական ռազմարտությունաբերությանը։ Այո, միանշանակ մենք տեղական ռազմարտությունաբերությանը պետք է մեծ ուշադրություն դարձնենք։ Ես տարիներ առաջ ասել եմ, որ մի քանի տարի անց մենք ունենալու ենք արտահանում զինատեսակների, որը քիչ հավատալի էր, բայց այսօր դա տեղի է ունեցել, մեր ռազմարտությունաբերությունը բավականին ճկուն է, բավականին մեծ հնարավորություններով եւ կարծում եմ, որ այս շարունակական ուշադրության պայմաններում մենք լուրջ արդյունքների կհասնենք, բայց եկեք չմոռանանք, որ 30 տարի մենք գրեթե ռազմարտությունաբերություն չենք ունեցել, մենք անգամ մեկ փամփուշտ չենք արտադրել, բայց այսօր մենք արտադրում ենք անօդաչու համակարգեր, մենք արտադրում ենք հրետանային միջոցներ, որոնք գուցե աշխարհում իրենց տեսակի մեջ ամենալավն են, մենք արտադրում ենք, ինչպես պարոն Ալեքսանյանն ասեց, 155 մմ-անոց ՆԱՏՕ-ի ստանդարտի ականներ, արկեր, 40 կիլոմետր հեռահարության եւ մի շարք շատ այլ բաներ։ Այսքանը եւ ուզում եմ անդրադառնալ պարոն Աղավան Վարդանյանի մի մտքին, որը կարծում եմ վիրավորական է եղել եւ առաջարկեմ, որպեսզի նա ներողություն խնդրի այդ աշխատավորներից, այդ աշխատանքային կոլեկտիվից, նա քրեակատարողական հիմնարկների ծառայողներին անվանեց կլյուշնիկ, այդ բառը շատ վիրավորական է եւ քրեական ենթամշակույթին հարող շրջանակներից ծագած բառ է դեռևս խորհրդային տարիներին։ Ես առաջարկում եւ խնդրում եմ, որպեսզի պարոն Վարդանյանը ներողություն խնդրի, որովհետեւ դա վերաբերում է հարյուրավոր մարդկանց։ Շնորհակալություն։